Արտին զրկանք հանողար, արարչին անարգումա, ծաղրումա, անարգումա, ռուսերենում հայոյումա, աղկատին, այսինքն այդ իրանց ճող սեղաներից հետո, այդ հարուստները ինչ էին անում, ժողովուրդ կա այսօր, որ հարուստների տունը աշխատում է, լուրջ հարուստների տուն, որոնք ասեմ ինչ հարուստ, որ խոսքի պատկերացնենք, 6 ամիսը մեկ սպալնու մեբելը փոխվում է, 6 ամիսը մեկ, ու սպալնու մեբելը արժի 200,000 եվրո, 300,000 եվրո, Вы поняли, да, о чем идет речь? Խոսքս այն հարուստների մասին չի, որ ամիս աշխատում է, 5,000 դոլար, 10,000 դոլար, դրանք Կովկաս գերեզերին հասնում են։ Ու շատ հաճախ ոչ էլ հերիքանում բանկերի տակ չռնում։ Ասուց 100 դոլար ես խնդրում, 1000-ը տալիս հիմա հերիք չան ես դերում, բայց 100-ը որ տան աշխարհով եք եղել մոտում։ Հենց 1000-ը տալիս այա, բնադասպես ոնց է տեղավոր ծախսերի ոչ։ Այդ բան որ 10,000-ը տա, вообще չես տեղավորում հետ։ Բայց 100 դոլար եք դեպի։ Կարիքները ոնց է պահանջները սեկունդարներից եկել բաստակիանում ինչ դու տեղեցել։ Այսօր ավտո նստես, մի շաբաթ է այդ ավտոից խելնես, այնպես տպավորություններ, որ 100 տարի ավտոյով իրեսել։ Ինչքան արագ մարդ սովորում է, ու ինչքան հետ բանը վարժվել, ինչքան ծանր ու դժվար է լինում։ Չարուստներից կա, որ ասում են վեկալեսի, կբաժանես կարիքավորներին, կա, որ ասում է ոչ մի բան չտանես։ Հապիզի բիլը, բան չես կարա, մարդն ասում է տուր, թոտի, հակնի, մեղկեն, ասում է դեպի չի բրիզում, ու կա, որ ասում է չտաս, հապիզի բիլը, որ չտենան իրանք, մենք ինչ ենք ուտում, ինչ ենք հակնում, ինչ ենք պսպսնում վրեքները, ինչով են գլուխներս լվանում, աստացա, մարդու տեսակա չես պրասես, ոչ եկեր իրանք չուն իրան ասի տես անում սենց տես, հարուստը Ղազարոսին մի օր մի հատ բան տվեց, Մենք սեղանց կարտոշ կատար, եթե չէր գմաշում խոզի մսի խորովը, մի հատ կարտոշ կատար։ Հիմա ասում է հանգած երեխեքս հայոյակ չրնեն ասում, ոնց, այդ իրանց ուտելիքները հաստատ, հաջորդ օր իրանք չեն ուտելու, խազեն են առնելու։ Գոնե այդ իրանց սեղանի ուտելիքները տայն աղկատներին, չթապեն զիպիլը։ Есть разница, брат? Чувствую, есть разница, есть. Իսկ որ աղկատի մասին մտածում է ինչա, մարդու շեգերպար։ Հիմա այն ռեստորաններում փոխատալիս։ Ով որ աղկատի ողորմություն անում, ասում պարտով փոխատալիս։ Մի օր պապս ասեց, ասում պարտով փոխտալիս ես, կրիշկ ես կրավ ասում, ասում պարտով փոխտալու։ Հետո տարիներ հետո, երբ որ ապաշխարեցի իր կարդալուց, կետ առականցում, ով որ ասում, աղկատի ողորմություն անում, ասում պարտով փոխտալիս։ Աստված հաստատ պարտի տակ չի մնա։ Դե պետք ոչ մեկ, ով որ կարիքավորին օգնում է, մենք չենք մտածում, չէ՞ որ ասում պարտով փոխտալի, Աստված հիմա մեծ պարտ կա։ Աբսուրդ է, չէ՞։ Այս կորոնայի ժամանակ մի հատ պապից թթվածինի փող են ուզել, քանի 80,000 եվրո են ուզել մի շաբաթ համար, պապից սկսեց լացել, ասել պապի փող չունես, ասել չէ փող ունեմ, հարցեր եվրոն չի, պրոստը մտածում եմ, այս 70 քանի տարում, ինչքան թթվածին եմ շնչի, Աստված վրես ոչ մի բան չի հաշվել, մի շաբաթ ընկա ձեր ձերը, ինչ թիվ ներկայացրիք, ինչա որ կիստարոտնի մասկային է։ Եթե ինչ-որ բան անում ենք, գոհացող սրտով ենք անում։ Միշտ պարտ կմենք ինչով։ Պողոս ասեց, я должник, պարտքը ես է։ Աստված ենքան բան արել մեր հանդեպ, բան ես ասում։
Շփախտեց սավետարանը աստվածաշնչում հանդիպումը այն աղքատը եւ մարգարեությունների մեջ են կտակարան աղքատին իմաստելով Մի հատ տեղ ասա, մի հատ ինչ տեղ ես հիշում։ Մեր աղքատին զրկանք չանելը Կարիքավոր մարդուն։ Միշտ այդ իմաստով, Հա, կարիքավոր մարդուն, աղքատին։ Գիտես, կարիքավոր մարդը ասում է սենց բան կա իմաստություն կա մարդու որակը երևում է այն ժամանակ ոնց է ինքը խոսում են մարդկանցից ովքեր իրանից կախում են ու ոնց է խոսում են մարդկանց հետ ումից ինքը կախում են նա դրանք որ համեմատ են աղքատի կարիքավորի հանդեպ ոնց են վերաբերվում վերևից ենք նայում Դա ասում մենք փորձվում ենք աղքատ մարդկանցով ով որ ունևոր է աղքատով փորձվում է ով որ աղքատ է փորձվում է հարստով Եթե հա փորձերով դուրս արի հեսա մենք հավատում ենք Եթե աղքատ Ղազարոսը բազմիցս ասել է աղքատ Ղազարոսը հարուստին անեցիկ տալ ինքը երկինքը մտնեն ժողովուրդ Ինքը չէր մտնի երկինք Դա ժամանակ երբ որ սաղս կանից սպիտակ գահի առաջ ժողովուրդ ջան ասում է տեսա երկիրը փախավ Ոչ երկինքը կա, ոչ երկիրը կա, Հովհաննեսն աղետության մեջ Տեսա տեր երկիրը փախավ ու սաղ մարդիկ մերևներից հարություն արած կանգնած են սպիտակ գահի առաջ Գիտեք ինչ կան մարդկություն ապրել Ինչ է վեսոր Ասմեն 80 միլիարդ մարդ ապրել Թորմի 100 միլիարդ 100 միլիարդ մարդ որտեղ են կանգնած, որ երկիրը փախավ Քեզ ետքը չկա արդյոք ջան Բայց 100 միլիարդ սպիտակ գահի առաջ կանգնած են ու դատում են ու փախնելու դեր չունեն Ոչ մի երկնային ոչ մի երկրավոր արժեքներ իրանք չի կարգելու Այն ինչի համար արյուն են թափում կապոտը սնվեց Ոչ մեկ էլ չի մեղադրի երեխես ուրա, երեխուն կտենա հարություն առած Ոչ մեկ չի մեղադրի մերս, աղբերս, քուրս Սաղ իրար հարություն առած կտենա Բայց ապրած կյանքը չեն կարող փոխել Ու այդ ապրած կյանքը համար պատասխան Այն չարությունը, որ արեցին ու դարձին չեկած Դե ժողքում ես որ մի ոտքի չկա, որ ընդ Հիսուս պատճառվա Չեն կար ասում մեղադրեն, ասեն թե դու ես ինձ նախասահման է, որ ես գնամ կորուս Աստված ոչ մեկի կորուս չի նախասահման Ասմա ես էր մահն եմ ուզում Ես էր մահը չեմ ուզում Իսրայելի դու Դարձի եք երկու ապրենք Բայց մենակ դարձի այն Մենք պետք է զղջանք Եթե զղջում ենք, ընդունում ենք Հիսուսին, մահից անցնում ենք կյանքում Հաշտվում ենք երկինքի հետ Երկինքը մեր հանդեպ այդ պրետենզիա չունի Դրա համար Մնակ աղքատ աղբեր Այն որ ասում են ոչ տեսք ունի, ոչ երկպարանք ունի Խեղճ ու կրակ մի հատ ոքի Բայց աղբեր է Ոչ հնարավորություն ունի, ոչ ինչ-որ կարողություն, ոչ շրջապատ ունի Ոնց է մեր թագավորի տղեն Դաժը փող չեն վեկարում տրանսպորտից Նայում է ասում են իչի Արարատ ջան Իչի աստված որ թքետ Քանի անգամ ստեղ Արարատին Ինքը սաղին ասում է թագավորի տղա, բայց հենց ասում են թագավորի տղա է ինքն է Քուր աղբեր չի ասում ասում է թագավորի տղա, թագավորի աղջիկ Մի օր տենց մի հատ հավատացա Խեղճ կրակ, ասում է Հիսուս ջան $300 փող ապել Կյանքով $100 չտեսել $300 ինձ ո՞ր ինձ աստանտեր Անինչով կտա $300 Փողոցով քայլում խորում Ասում բայց որ դուզես դու կտա, չի ինձ դեր Էդ տենց խորալով, խպեր կող
կողքը մի հատ ջիպական։ Տորմոզերով ճոր ջիպականում է։ Դուրը բացում է, մեկը իջնում է։ Չի շնչում է, խռում է։ Չեմ ուզում ասել ում բանի պես, ախրանայի պես։ Կամազից հետը վզին ոսկից, 16 կիլանով մատանի, զենքիրը վրեին, գալիս է սիգարետը բերանը, մուժիկ, ես վախից հաշտում, հանում է, ջեպից $300, ասում է, возьмите $300, ես ասում է, зачем, почему վախից, մորացը սա խոտ է ծնդեց, նորի չեք ասում է, возьмите $300, отпусти, чтоб я уехал, թող է կամ ես ասում է, $300 դնում ես խեղճու կրանք աղբոր ձեղում մեջ, ես աղբորը դողանոց եմ, թե ոնց եմ ես կեզ պահել կամ ոնց եմ ես ջոչ տողեմ է լավ, ով եմ ես, ով ես դու, նստում ա ջիպը բող ու գորում ա, ես աղբերն եմ ես $300 ձերների մեջ, նայում ես $300, ջպին, ես հետքին ինչ, գորավ, ոտս, մի սիգունդում տես աստված ինչ աշխարհություն անծանոթ մարդ չկարանա կողքովդ անցնի, հանի հենց $300, բարը 500 տարկելով, ինչքան խնդրել ես, 300 տվեց, քշեց գնաց, մենք, եթե մեզանից աղքատներ կա, մենք հաստատ փորձում ենք իրանցով, եթե մեզանից հարուստներ կա, մենք էլ ենք իրանցով փորձում, Պետք է օրհնենք իրանց ու ակնկալիք ոչ մեկին չունենանք։ Ասում եմ, եղբայր ջան, դու գիտես չէ, դու ինձ պիտի սիրես։ Ասում եմ, եղբայր ջան, տեղ ու չես։ Քո գրքում գրած է, որ դու ինձ պիտի սիրես։ Դու իմ ավետարանը պես կարծես։ Եկեք մենք մեր ավետարանը կարծենք։ Մերինում ինչ է գրած։ Որ ես պետք է Սերյանի սիրեմ։ Ես ուրեմ իմ քիթը մծնում Սերյանի ավետարանում, Սերյան ջան, դե գրած է, որ դու ինձ պիտի տաս։ Պետք որտես վերցնես։ Որ մենք ասեց Աշոտ աղբեր, երազ եմ տվել, որ ինձի երազ եմ տեսել, որ ինձի $100 ես տվել։ Ասի դես կասի ես էլ է դերազը կտենամ։ Եթե դերազը կտենամ, դեր $100 կսանացում։ Եթե դերազը չեմ տեսել, աղբեր, դու կարաս, ասմա գիտեք ձեր մասին ինչ եմ խոսում, որ դու չկաք, ասմա իրան փոխացեք, որ ինձ դաժե կարած ծեցել եղել ես չկաք։ Սպասիր ես էլ է դերազը տենում։ Կամ մի հատ աղբեր, ասում գիտեք չէ, եղբայրներ, երազ եմ տեսել, որ ես եպիսկոպոս եմ, ասում ահա, դե սպասում եք էլ է դերազը կտենեմ, երբ որ եղբայրությունը դերազը կտենեն, որ քեզի կտենի ավագ եպիսկոպոս։ Իսկ հիմա սելը կոքոնատ կեր, Հիսուսը գոհացի։ Կամ ես առաջնորդություն ունեմ Սերոջ ջան, որ ինձ $1500։ Եթե պիտի Սերոջը առաջնորդություն ունենա ինձ $1500։ Ես էլ տենամ էդի ինչ եմ անում։ Հիշում եք չեն աղբերը մեկը մեզ ես ալոտատերում, արենջան բացում է, պետք մեջ կես միլիոն եվրո։ Ասում ես ինձ, ասում հա, ասում բա չես վախում, ասում ես, համ վերեմ, համ վախենամ աղբեր, ասում ատենց բան որդ է գրած, արդեն դու պտի վախենաս, քանի մեր տուրն էլ ես է վախեն, բայց որ հիմա վերեցի տվի կեզ, արդեն դու պտի վախենաս, դու տես ինչ ես անում այ, դուստում ավտոն ու գորավ, Ես էլ ես կես միլիոն դողալով վերեցնում, այդ իչապցնքի Հիսուս ջանի չանում ես նման, աղկատին, հոգ տանողը հնարավոր չի, աստված չհատուցի, բայց էլ, ասում է, մենք Հիսուս Քրիստոսով ստեղծված ենք բարի գործերի համար, որ ձեր բարի գործերը տեսնելով, ձեր երկնային հորը փառավոր է։ Ու ոչ մեկ բարի գործեր Հիսուսի համար չի անում։ Սա անում են իրանց անձի համար։ Մենակ եկեղեցին է բարի գործեր անում Հիսուսի համար։ Ունենց անում, որ ձախը չիմանա աչին չանում։ Հիշում եք Հիսուսին աղբերերը մոտեցան ինչ ասին։ Եթե տենց գործեր ես անում, հայտնի քեզ աշխարհին։ Որտեղ ոչ մեկ ոչ մի բան գաղտնի չի անում։ Իրոք գաղտնի անելու իմաստը ո՞ր է։ Սերուշը։ Եթե իրիկունը հերոստացություն չպետք է ասեն, որ դու ջրի ֆոնդին տվիր $400 միլիոն, գնում են ջրի ֆոնդին արդեն Սերոժ հետ փոխել, չի տվեցնում, ոդի տելևիզորով ասին, մեր հաշվի
համար ոչ մի բան հստակ չի։ Ու հարցակը նստի թե չէ։ Տեսեք աշխարհի Google-ն որն է։ Օրը մաֆետը 110 միլիոն դոլար տվեց, ես ինչ բան է զարգանագնում, ճշտում ես ես տվել, ոչ մի բան չտվել։ Bill Gates այսքան փող տվել, չէ։ Ասում է 50 միլիոն դոլար է ծախսվել, ուր այդ 4 միլիոն չկա։ Հնչեցնում են։ Շնորհիվ պարոն Հեսինչյանին, շնորհիվ պարոն Հեսինչյանին, այս բարեգործը այն ու դու էդի երկենքի համար ես անում։ Դերը ասել զաղ ձերը չպետք է իմանա հաչետ ինչ անում։ Ու եթե մի բան մի գախն ես անում, կուսությունի չես զրկում քո արարքը, ուրեմն դու իր համար ես անում, դու իր աչքի համար ես անում։ Մենք դրան ենք հավատում, որ հատուցումը երկինքից է գալու։ Ասում է համբերությունապետ ես, ոնց ասում եփեսացիներին։ Ասում է համբերությունապետ պետք, որ բարի գործեր անելով բանավարս կստանաք համբերությունապետ ես։ Եփեսացիներին ասում է, որ մենք Հիսուս Քրիստոսի արարչագործություններն ենք բարի գործերի համար։ Չի ասում ձեզի բանապետ, համբերությունապետ, երբ որ բարի գործեր ես անում, քեզ համբերությունապետ, որ բարձ կստանաս, թե չէ ում հանդեպ բարի գործեր ես արել, ում հանդեպ բարի գործեր ես արել, եթե դոշել է կհավքես, ասես ես համար ես կամ բան եմ արել, բակմանա ու դա, ժողովուրդ, ուժեղա չէ, այասում դոբրով ջեգը, ռուսերեն ասում հարատևելով, իսկ հայերեն համբերելով, բարի գործերի մեջ համբերությունապետ, ոչ թե ռեկլամա պետք անել, այլ համբերությունապետ, համբերես, մինչև չափը կլցվի, ու հեշտակ եկավ Կորնելոսին ինչ ասեց, որ քնը 10 բացկոր։ Ժամի 9-ին ատենները դեսիքի մեջ աստծո հեշտակը հայտնի տեսավ, որ իր քով մտավ և իրեն ըսավ, Կորնելիոս, անոր նայելով ու խիստ վախնալով ըսավ, ինչ է Տեր, հեշտակը ըսավ անոր, քո աղոթքներդ և ողորմություններդ աստծոյ առջև ելան հիշատակի համար։ Ոչ թե անհավատ, հռոմեացի հարուրապետը, օրը ցերեկով տունը տենես հրեշտակական նստել։ Հանկարծակի, ու խոսում է հետը։ Հրեշտակները առաջի դարից, մինչև այսօր ներգրաված են մեր փրկության մեջ։ Շատերը հյուրասիրություն արին, հրեշտակներին ընդունեցին, ոչ էլ իմացան։ Հրեշտակը Փիլիպոսի տեղափոխեց, հայտնությունով սրան երևաց, նրան խոսած, մենք ինչքան սերտ ենք կատարել։ Այսօր էդի ուրա, էդի սաղ այսօր վերականգնել է պետք։ Երկու քույրիկ գնում են պաշտամունքի, գիտեն հարևանը գողա։ Ասում են Հիսուս ջան, հանձնում են քեզ այս տունը, էլի։ Տեր ջան, դու պահես այս տունը, այս հարևանը գալու է տանի սաղելի։ Հազիվ մեկը սարքել ենք երկուս։ Աղոտ գնանում գնում են պաշտամունքի, պոյզը պտի նստեն էքան առավոտ կան, իրիկունը պաշտամունքը առավոտո պետեն կան։ Ես հարևանը տեսավ նստան պոյզ ճամփի, երկու մարդաբոյի մեջ շոթեքանում, մասերանցում ես քույրիկների, սաղ գրում լցում այս մեր շոթների մեջ, ողջ են կապում, գարիսակրնից հելնի, դեն մահրեշտակը բոյ կանգնած, թուրը հանած ձերը, իսկ հրեշտակի ոտերին քիթերին գնում, մեր շոթները մորանում, ու մինչև առավոտ երկու ոտերը տեսնոսից։ Գլուխներ վախումը բարձրացնի, թուրը տեսել ասենց հանած հրեշտակը, որ տվեց էլ չի կրկնի հարված։ Մինչև առավոտ այդ երկու ոտերը դեմը կանգնած էին։ Քույրիկները պոյզից եկան, ստանցանի չան, եկան տուն, դուրը բացին, տենան հարևանը այսինչ, ու չեկված, ողջի կայքի մեջ շոք կապած։ Ես հարևանը դեմա ոտերը փոխվավ էին, հրեշտակի ոտերը չկա, երկու զույգ ոտա։ Դենում ես քույրիկներն են հոչի փախնում ատից, են ինչ մեշով տան։ Չգիտեմ հետո չեմ իշի ապաշարման թե չէ, բայց ֆակտ բրնովն է։ Տերորդի ժորջը,
հարցեր չկա, ժամանակը բրցավ